Խաղաղության պայմանագրի տեքստը եւ եթե չեմ սխալվում դրանից հետո նաեւ դուք արդեն հայտարարեցիք, որ պատրաստ եք ստորագրելու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց տարածել ապատեղեկատվություն այն մասին, իբրև թե Հայաստանի կողմը, հայկական կողմը սահմանագծին կրակ է բացել եւ իհարկե մեր պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով հերքում էր այս ապատեղեկատվությունը, սակայն փորձից ելնելով եւ հանրությունը եւ տարբեր շրջանակներ սկսեցին քննարկել այն հարցը, որ սա ճնշման միջոց է, ճնշման փորձ, գուցե զիջումներ պահանջելու կամ որևէ կերպ այս գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը խաթարելու։ Հարցս հետևյալն է, արդյոք դուք ունեք նման զգացողություն եւ արդյոք այսպիսի, այսինքն ուժի դրսևորման փորձերը, այս պրովոկացիոն քայլերը կարող են դիտարկվել, կարող են խաթարել այս գործընթացը եւ ինչպիսին է ձեր գնահատականը, եթե ոչ, ապա ինչ եք կարծում, ինչ էր սա, ինչու դա հաջորդեց միանգամից այն հայտարարությանը, որ արդեն տեքստը համաձայնեցված է։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար։ Ըստ էության այդ հարցին էին նաև անդրադառնում, ասելով, որ մենք ռազմավարություն ենք որդեգրել եւ մենք պետք է այդ ռազմավարությանը հավատարիմ մնանք եւ շարունակենք մեր գործողությունները այդ ռազմավարության շրջանակներում եւ դա ճնշում անվանել, այլ բան անվանել, տեղեկատվական գրոհ անվանել, այդ ամեն ինչը այո, բայց ես ուզում եմ նաեւ մի նրբություն ընդգծեմ, որին վերաբերյալ խոսեցի նաև նախորդ հարցերից մեկին, ամեն դեպքում մեր վերաբերմունքը հետևյալն է, որ ցանկացած իրավիճակ մենք պետք է ավելի խորը եւ ավելի լավ եւ ավելի համապարփակ հասկանանք։ Եվ այս է պատճառը, որ մենք նաև պաշտպանության նախարարությունը այդ շրջանում իր հաղորդագրությունների մեջ անդադ ընդգծում էր, որ մենք պատրաստ ենք քննել բոլոր այն կոնկրետ դեպքերը, որոնց վերաբերյալ կլինեն կոնկրետ տեղեկություններ, կլինի կոնկրետ տեղեկատվություն։ Եվ մենք այս ուղերձը նաև հղում ենք եւ հղել ենք դիվանագիտական խողովակներով եւ նաև որոշակի տեղեկություններ ենք ստացել դիվանագիտական խողովակներով եւ այդ տեղեկությունները նաև ամենայն լրջությամբ եւ ամենայն անկեղծությամբ քննում ենք, որպեսզի հասկանանք իրադրությունը ավելի կոնկրետ, որովհետեւ ելի եմ ասում, մեր մոտեցումների մեջ այդ բոլոր ընկալումները կա, բայց այնուամենայնիվ ցանկացած իրադրություն պետք է ավելի լավ հասկանալ։ Ցանկացած երևույթ պետք է ավելի լավ հասկանալ, գուցե այդ երևույթի մեջ կան շերտեր, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, նույնիսկ երկրորդ հայացքից տեսանելի չեն, նույնիսկ երրորդ հայացքից տեսանելի չեն, եւ մեր խնդիրը այն է, որ ըստ էության երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ ես պատրաստվում եմ կամ ես ուզում եմ էսկալացնել իրավիճակը։ Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն երկու կողմն էլ պիտի որոշակիորեն շահագրգռություն ունենան, որ եթե կան ինչ-որ երևույթներ, որոշակիորեն փորձեն աջակցել մեկը մյուսին այդ երևույթները ավելի լավ հասկանալու համար։ Եվ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, ելի եմ ասում, խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Ես այն հայտարարությունը, որ քիչ առաջ ասացի, հասկանում եք, կամ բաներ, որոնք իրենք ունեն շատ խորը հայեցակարգային հենք։ Եվ երևացող հատվածը փոխելու համար պետք է հայեցակարգային հենքը փոխես, որպեսզի, այսպես ասած, երևացող այսբերգի, երևացող կողմի մեջ որոշակի փոփոխություն տեղի ունենա։ Մենք ասում ենք, որ փոխադարձաբար հիմա արդեն արձանագրված միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, ընդ որում նաև դե յուրե, որովհետև սահմանազատման կանոնակարգերը
որոնք արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, Ալմատի հռչակագիրը ճանաչված է որպես բազային սկզբունք։ Եվ մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը մենք մեր կողմից չենք շարունակում։ Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով։ Եվ այս տրամաբանության մեջ մենք այդ նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը եւ ընկալումը պետքա փոխվի եւ բանաձևը պետքա փոխվի։ Եվ մենք գնում ենք այդ բանաձևը փոխելու ճանապարհով։ Արձագանք։ Պարոն վարչապետ, կարող ենք այնուամենայնիվ արձանագրել, որ նույնիսկ սահմանային իրավիճակի դեպքում մեր հաղորդակցության գոնե որակն է փոխվել, այսինքն այս նաև խաղաղության պայմանագրի եւ ընդհանրապես այս բոլոր շփումների արդյունքում, որովհետեւ կարծում եմ հանրությունը այդպիսի ակնկալիք առնվազն ունի եւ արդյոք այդ խորքային մակարդակում դուք այդ փոփոխությունը տեսնում եք եւ երկրորդ հարցս տեխնիկական է, արդյոք մենք սկսել ենք հաղորդակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի օրվա հետ կապված այս առումով ունենք առաջընթաց, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները եւ իհարկե նաեւ հրապարակային առաջարկություններ զուգորդուն ենք նաեւ դիվանագիտական խողովակներով, առաջարկներով եւ ինչ որ աշխատանք է գնում, լավ ժանր չէ եւ լավ չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմել, որովհետև երբ որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի, արդյունք կբերի, այդ արդյունքը կտեսնեն բոլորը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես, գիտեք, ես չի ուզենա խորքային բնորոշումներ տալ, որովհետև այն ինչ որ ունենք արձանագրած որպես առաջընթաց եւ հաջողություն, այդ ամեն ինչի մասին մենք բոլորը գիտեն։ Այն ինչ որ դեռևս չի հաջողվել լուծել, դրա մասին էլ բոլորը գիտեն եւ հետեւաբար կոնկրետության մեջ մնալու համար ինչ որ կոնկրետ ունենք, այն ինչ որ դեռևս կոնկրետ չունենք, չենք բացառում, որ հաջորդ պահին կունենանք, բայց չեմ բացառում, որ հաջորդ պահին էլ չենք ունենա։ Այնպես որ վաղաժամ գնահատականները այդքան էլ ճիշտ չեն։ Շնորհակալ եմ։ Շիրակ Թորոսյան։ Շնորհակալություն, մեծարգո Պարոն վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցս ուղղված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան 2023 թվականի ապրիլի 6-ին իմ առաջարկով ձեր աշխատասիրությամբ և վարչապետի գիտությամբ ուսուցումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց որոշում, համաձայն որի Վրաստանի Սամսխե Ջավախ և Քվմո քարտելի նահանգներում հաշվառված և բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի բուհերում ստանում են ռոտացիայից օգտվելու իրավունք։ Սա շատ կարևոր որոշում էր, ժամանակին մենք խոսել ենք այդ մասին և շատ բարձր ենք գնահատել, չեմ ուզում նորից որոշման գնահատման գործընթացի մեջ մտնել, բայց ասեմ, որ որոշ բուհերում մենք բախվում ենք խնդիրների և բուհերի ղեկավարները հրաժարվում են նշյալ քաղաքացիներին ընդգրկել ռոտացիայի խմբերում, պատճառաբանելով, թե այդպես չի պահանջում օրենքը, բայց մենք աշխատել ենք շատ բուհերի հետ, նրանց ներկայացել ենք որոշման պատճենը և հասել ենք հաջողության, չնայած, որ մինչև հիմա այդ խնդիրը շարունակվում է։ Օրինակ, վերջերս ֆիզիկական կուլտուրա և սպորտի ուրեմն ինստիտուտում մենք չկարողացանք այդպես էլ հասնել հաջողության, երբ որ ռոտացիայի ենթակա ջավախցի ուսանողը չօգտվեց, մինչև այս պահը չի օգտվում իր այդ իրավունքից։ Ես խնդրում եմ ձեզ այս բարձր ամբիոնից հրապարակավ նորից վերահաստատել, որ կա այդ որոշումը և կա այդ իրավունքը ջավախցի ուսանողների համար։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Շնորհակալություն պարոն Թորոսյան բարձրացված հարցի համար։ Միանշանակ կարգը գործում է բոլոր բուհերի համար եւ ռոտացիան պետք է իրականացվի բոլոր բուհերում, որտեղ որ դրա կարիքը կա
եւ շնորհակալություն այն տեղեկատվության համար, որ փոխանցեցիք, կարծում եմ, որ մենք անմիջապես կզբաղվենք խնդրով, առանձին նաեւ լրացուցիչ գրության բոլոր բուհերին եւս մեկ անգամ կիրազեկենք եւ խստիվ կպահանջենք, որպեսզի հետևեն կարգի պահպանմանը, ինչ վերաբերում է առանձին դեպքերին, որ գուցե խնդիր է առաջացել, այս բոլոր դեպքերում էլ կարծում եմ, որ ուսանողների իրավունքների անմիջապես վերականգնում պիտի ունենանք, իհարկե, եթե կարիքը կլինի, մենք էլ լրացուցիչ կուսումնասիրենք իրավիճակը հասկանալու համար, որ ռոտացիայի կարգի կիրառումը տվյալ պարագայում տեղին է եղել եւ չկա ուղղակի իրավիճակի նաեւ այլ մեկնաբանություն, բայց միանշանակ կարգը գործում է բոլոր բուհերի համար եւ մենք հետեւողական կլինենք, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շատ շնորհակալություն տիկին նախարար, ես ակնկալում եմ այո ձեր այս պատասխանը, որ նորից լրացուցիչ իրազեկում տեղի ունենա բուհերի համար եւ նաեւ որ իրանք իսկապես համոզվեն, որ այդ կարգը կա, որովհետեւ կոնկրետ ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ինստիտուտի ռեկտորին բացատրվել է խորհրդի նախագահի կողմից բուհի, ես անձամբ խոսել եմ բուհի իրավաբանի հետ, ուղարկել եմ որոշման պատճենը, բայց նրանք մնացել են անդրդվելի եւ հայտարարել են, որ միևնույն է այդ ուսանող իրավունք չունի օգտվելու ռոտացիայից։ Ես ստիպված եմ խնդրի լուծումը տեղափոխել այս հարթակ, որովհետեւ ուրիշ բան ինձ չէր մնացել։ Շնորհակալ եմ ձեր մոտեցման համար եւ ակնկալում եմ, որ լրացուցիչ իրազեկումներ անեք եւ կոնկրետ ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ինստիտուտի հետ կապված այդ առանձին խնդրին ուշադրություն դարձնեք։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, պարոն Թորոսյան, ես ինքս էլ կծանոթանամ կոնկրետ այդ դեպքին, կհասկանամ, թե բուհը ինչ հիմնավորումներ ունի, եթե ասում է, որ ռոտացիան այդ պարագայում չպիտի գործի, որտեղ փաստացի ձեր նկարագրած իրավիճակում իրազեկված են կարգից, բայց ամեն դեպքում պետք է հասկանալ իրավիճակի բոլոր շերտերը ու կարծում եմ կապի մեջ կլինենք կոնկրետ այդ խնդիրը կարգավորելու։ Ինչ վերաբերում է կարգի կիրառմանը, բնականաբար դա պիտի գործի եւ մենք լրացուցիչ կհամոզվենք, որ բոլոր բուհերը տեղեկացված են եւ կիրառում են հենց այնպես, ինչպես որ գրված է։ Շնորհակալություն։ Դավիթ Կարապետյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, մի խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել։ Արդեն շուրջ 1 ամիս է, ինչ Հարևան Վրաստանի տարածքում անհարկի եւ անհասկանալի քաշքշուկներ են առաջացնում հայկական ծագման բեռներով բեռնված մեքենաների, մասնավորապես ծաղիկ տեղափոխող մեքենաների համար, մասնավորապես Լարցի անցակետում վրացական կողմի մասն է խոսքը, վրաց մաքսային ծառայողները, բեռնատարները հետ են վերադարձնում, ասում են դեպի Թիֆլիս տարեք, որտեղ պետք է հավելյալ զննության անցկացվի, ճանապարհին անգամ լինում են դեպքեր կամ այնտեղ հասնելուց հետո մոտենում են բեռնատարների վարորդներին անհասկանալի մարդիկ, որոնք այս կամ այն կառույցից են ներկայանում, երբեմն ուղղակի քաղաքացիական անձիկ, որոշակի գումարների դեպքում ասում են, որ խնդիրը կարող են լուծել։ Նման իրավիճակը անհնարին եւ աննպատակարար է դարձնում տնտեսվարողների արտահանումները դեպի Ռուսաստան։ Տնտեսվարողները նաև այս մասով դիմել են պետական եկամուտների կոմիտեին, պետական եկամուտների կոմիտեն քննարկումներ է ունեցել վրացական լիազոր մարմնի հետ, պետական կոմիտեի հետ, եկամուտների եւ պատասխանել է քաղաքացիներին, որ դա պետական եկամուտների կոմիտեն չի զբաղվում, այլ վրացական պետական մարմիններ դիմել են իրենց պեկին, որպեսզի ապրանքները հավելյալ զննության անցկացնեն, բայց նաև հարկ եմ համարում նշել, որ տրանզիտ բեռներ են եւ զննություն որպես այդպեսին ոչ էլ լինում է։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցի համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ խնդրի մասին տնտեսվարողները մեզ տեղեկացրել են եւ մենք ակտիվ աշխատում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ եւ ըստ էության պետք է նախնական պատասխան դիրքորոշումը հետեւյալն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ իրականացում, բայց ուզում եմ նշել, որ այդպիսի առանձին դեպքեր են ձեր նշած դեպքերը, դրանք ընդհանուր դեպքեր չեն, բայց պետք է ասեմ, որ աշխատում ենք եւ կարծում եմ, որ լուծում մոտակա օրերին կունենանք։ Արձագանք։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե պետք լինի, ես ձեզ տվյալներ հավելյալ կփոխանցեմ
այնտեղից վիդեոներ եւ այլն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տվյալներ ունենք եւ ուզում եմ նշել, որ դա առանձին կազմակերպությունների հետ է կապված։ Խնդիրը հասկանում ենք, գործընկերներին էլ տեղեկացրել ենք, իրենք էլ են փոխանակվում մեծ հետ տեղեկատվությամբ, աշխատանքային մթնոլորտում կարծում եմ լուծվող հարց է։ Մեր դեսպանը նույնպես զբաղվում է։ Թադևոս Ավետիսյան։ Հարցս վերաբերում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության նվազող ծրագրերին, հետևաբար ուղղված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։ Այս տարվա առաջին 3 ամիսներին, հունվար-մարտ ամիսներին, այդ աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար նախատեսված է 50,000 դրամ։ Հաջորդ եռամսյակին, այսինքն ապրիլից հունիս, դուք այդ աջակցությունը էապես նվազեցնում եք, 4 հոգանոց ընտանիքի վրա վերցնենք միջին ընտանիք, այսինքն առաջի եռամսյակում այդ ընտանիքը ստանում է 200,000 դրամ, երկրորդ եռամսյակում ընդամենը 80,000 դրամ, որովհետև բացի չափի նվազեցումը 50,000-ից 40,000, դուք նաև ընտանիքի չափահաս անդամներին էլ աջակցություն չեք տրամադրում, որտեղ այդ աջակցությունը միայն 63-ից բարձր տարեցների համար է, հաշմանդամություն առաջի երկրորդ խումբ ունեցող եւ երեխաների համար է։ Եվ հետո տարվա արդեն վերջի եռամսյակում նախատեսում եք, այսինքն երկրորդ կեսին արդեն նախատեսում եք, որ այդ աջակցությունը կդառնա 40,000-ից 30,000։ Հիմա հարցը շատ պարզ եւ վերաբերում է հետեւյալին։ Այդ աջակցության նպատակը ըստ էության նույնը ժամանակավորապես բնակարանային ապահովում։ Մարդիկ տնավեր են եղել, կորցրել են իրենց տունը, կահ-կարասին, ամեն ինչ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ կառավարությունը տալիս է աջակցություն, որ բնակարանային ժամանակավորապես ապահովման վարձավճարը վճարեն։ Հիմա այդ 4 հոգանոց ընտանիքը պայմանական եւ առարկայական, երբ որ ստանա ապրիլից 80,000 դրամ, ձեր կարծիքով այդ վարձավճարը ոնց պիտի վճարի, թե պիտի դառնա անտուն կամ գնա արտագաղթի։ Հարցին կպատասխանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Պարոն Ավետիսյան, շնորհակալություն հարցի համար։ Նախ ասեմ, երբ որ մենք մեկնարկում էինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, եւ մենք տեղյակ ենք եւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ձեր նշած բնակարանների համար վարձակալության եւ կեցության ծախսերի ապահովման ծրագիրը, եւ մենք զուգահեռաբար հայտարարեցինք ավելի երկարաժամկետ ներառական ծրագրի մասին, որը մեր բնակարանային ապահովության ծրագիրն է։ Եվ սա նշանակում է, որ երբ որ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց այս վարձավճարի, այսպես ասած, կեցության համար ծրագրից, մենք նաև արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ եւ ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Երբ որ դուք բերում եք 4 հոգանոց ընտանիքի հետ կապված, 4 հոգանոց ընտանիքին կոնկրետ բնակարանային ապահովության հետ կապված, մենք առաջարկում ենք մինչև 20 միլիոն դրամ, կա ցանկը 400-ից ավել համայնքներում, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել եւ պայմանները եւ մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրից օգտվել։ Եվ երբ որ մենք այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք, որ այս աջակցության նվազեցմամբ հնարավորություն տալ եւ կոնկրետ ուղերձ եղել, որ պետք է գնան եւ դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու, բայց սա չի նշանակում, որ այս աջակցությանը զուգահեռ մենք չենք դիտարկելու, հենց այսօր էլ քննարկում ենք ունեցել մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կունենանք առանձին թիրախային խմբեր, այդ թիրախային խմբերի համար մենք կոնկրետ աջակցություն կտրամադրենք եւ նաեւ հանրային քննարկման դրված այդ աջակցությունը, այսինքն մենք մեր գործիքներով գնահատելու ենք, եթե հասկանանք, որ տվյալ ընտանիք օրինակ անապահովության համակարգի շահառապ է, նրան առանձին գործիքակազմով ենք փորձելու ուրեմն օժանդակել։ Բացի այդ, նշեմ, որ մենք ակտիվ աշխատում ենք մեր քույրերի եւ եղբայրների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուղղորդելու դեպի աշխատանք եւ ես պետք է ասեմ, որ
շուրջ 25000 մարդիկ արդեն զբաղված են, աշխատում են, նաև ձեռնարկատիրությամբ, սա նշանակում է, որ մեր ծրագրերը ավելի թիրախային պետք է սրանից հետո լինեն, մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակենք իրականացնել եւ ասենք, որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50,000 դրամը եւ այդ 50,000 դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղղեք։ Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր 3 միլիոն, 4 միլիոն եւ 5 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկացնելու տրամաբանությամբ։ Արձագանք։ Պարոն Մկրտչյան, դուք չեք դադարում ինձ զարմացնել։ Պարզ բան եմ ասում եք երկարաժամկետ ծրագրեր։ Լավ, խնդիրը լուծելուց հետո ընդհանրապես սոցիալական աջակցության սկզբունքներից մեկը դա կարիքը գնահատվում է, աջակցություն են ցուցաբերում, քանի դեռ այդ կարիքը կա եւ փորձում են ակտիվ ծրագրերով դուրս բերեն։ Այդ դուք ասեցիք ավելի երկար։ Հիմա պարզ բան, չեք լուծել մարդու խնդիրը, այդ ընտանիքը կա։ Այ որ դուրս գաք մեկ-մեկ ժամանակ գտնեք, պտտվեք, հարցնեք, դուք էլ այցելեք, տեսնեք, կամ այդ մարդիկ շուտով կարող է հավաքվեն, մի հատ գնաք այդ մարդկանց հարցնեք, խնդիրը կա, չի օգտվել դեռ այդ ծրագիրը իր համար մշտական բնակարան տանիք չի ապահովել։ Հիմա երբ որ դուք 200,000 այդ ընտանիքի հեսա մի քանի օրից դարձնում եք 80,000, կոնկրետ այդ մարդը վարձավճար տալու խնդիր է ունենալու մի քանի օրից 200,000 80,000 եւ այդ խնդիրը ծառայելու է այդ ընտանիքի առջև 10 օրից 5 օրից հիմա դուք ասում եք երկարաժամկետ են կանում լավ էլի վերջ տվեք էլի հիմա կոնկրետ խնդիր է դուք չեք լուծել այդ ընտանիքի անդամի զբաղվածության հարցը չեք լուծել մշտական բնակության հարցը հիմա այդ ընտանիքին ասում եք կապ չունի լուծել ենք թե չէ մենք քեզ 2.5 անգամ նվազեցնելու ենք քո աջակցությունը Էս ասեք մարդկանց։ Լավ, պարոն Ավետիսյան, դուք չէիք զարմանա, եթե կարծում եմ ակտիվ ներգրաված լինեիք ինչպես հանրային քննարկման ժամանակ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներ մենք ոչ թե ամիսը մեկ անգամ, երկու անգամ, մենք ամենօրյա կապի մեջ ենք, մենք նաև դաշտային աշխատանք ենք իրականացնում, երբ որ դուք այդտեղ նստած եք, այս կողմի նստած նաև падգամավորները մարզերով շրջում էին, քաղաքներով, գյուղերով հանդիպումներ էին ունենում, շատ լավ, բայց ես ձեզանից մի առաջարկ այնուամենայնիվ չեմ հիշում, որ ստացած լինեմ կոնկրետ մեր ծրագրերի մասով, որ կարելի է օրինակ սա անել, նա անել, մենք էլ դիտարկենք այդ առաջարկները։ Ես ասում եմ, մեր աջակցության տրամաբանությունը եղել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Ես ասում եմ, որ մենք պետք է խթանենք եւ աջակցենք մեր հայրենակիցներին, որպեսզի իրենք անցնեն աշխատանքի։ Սա միակ ճանապարհն է ներառվելու եւ շատ դրական միտում կա, երբ որ այսօր ունենք այդ 25,000 թիվը, ովքեր որ աշխատում են։ Այն ընտանիքի այն անդամներն, ովքեր աշխատունակ են, այո, նրանց նվազեցնում ենք աջակցությունը այդ մասով, բայց ասում ենք, օրինակ, մինչեւ 18 տարեկան երեխաները կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 եւ ավելի տարեկաններ, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, հիմա այս պահին առանձին միջոցառում է շրջանառված, որտեղ որ խոցելի խմբերի համար ենք առանձին իրականացնում։ Իսկ մնացածը այո, պետք է գնան աշխատեն, իսկ մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր եւ թեղ բոլորը մասնակցեն բնակարանային ապահովության ծրագրին, երբ որ ընտանիքի յուրաքանչյուր անդամին մինչեւ 5 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում պետությունը։ Խաչատուր Սուքիասյան։ Մեծարգո վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, ոչ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ դիտում ենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր սեկտորի կողմից, գործակալությունների կողմից անշարժ գույքի, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առք ու վաճառք կատարվել է մինչև 59,000 գույք։ Իհարկե դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն։ Դրանցից մոտավորապես 1580-ը արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել։ Երբ որ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավոր չի դրանք հանձնենք
Մասնավոր սեկտորին նրանք կառավար են, նրանք վաճառ են, նրանք վարձով տան, նրանք վերանորոգեն, որտեղ վերանորոգման դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտ է սկսում։ Ցեմենտ են օգտագործում, արմատուրա, մալուխներ են օգտագործում, մարդիկ են աշխատում։ Ես կարծում եմ, սա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, եւ ես խնդրում եմ, որպես երկրի վարչապետ, դուք սա առանձին քննարկման թեմա դարձնեք, ինչի պետք է պետական ունեցվածքը այս կարգի մի կողմ դրված լինի եւ ոչ մի գեներացիա չապահովի Հայաստանի Հանրապետությանը։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, այդ խնդրը գոյություն ունի եւ մենք մեր օրակարգային հարցերից է այդ խնդրը լուծելը։ Հիմա օրինակ կարող ենք վերել ամենահայտնի եւ ամենավառ օրինակները, օրինակ Հանրապետության հրապարակի վրա կա այդպիսի շենք, որ կառավարությունը փորձում է ինչ-որ մի ներդրումային տրամաբանության մեջ տնի, բայց այդպես էլ չի ստացվում, խոսքը փոստի ժամանակին կենտրոնական փոստն է եղել։ Երբ որ ուզում ենք հասկանանք, բա ինչի հետաքրքրություն չկա, պարզվում է, որ ասենք օրինակ շատ ստանդարտների չի բռնում այդ շենքը, սկսած նրանից, որ կայանատեղի խնդրեմ ունի, սկսած նրանից, որ պատմամշակութային հուշարձան է եւ այդտեղ լրացուցիչ միջոցառումների շատ խիստ սահմանափակումներ կան, սկսած նրանից, որ հետևի հատվածներ ինչ-որ մի ժամանակ, որ այդ համալիրի մաս են եղել սեփականաշնորհվել, առանձնացվել են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ խնդրեմը կա, բայց եթե կան կոնկրետ գաղափարներ, թե ինչ սխեմաներով դա կարելի է անել, իհարկե այդ գաղափարներն քննարկելի են, մենք բաց ենք այդ գաղափարների համար եւ նաեւ այդ մեծ թվերը այո շատ կարեւոր են, բայց երբեմն մեծ թվերի մեջ էլ պետք է մենք խորանանք, որովհետև ձեր ասած 400 միլիարդ ասիկ, 400 միլիարդ, երբ որ նայում ենք այդ գույքը, տեսնում ենք, որ այդ գույքեր կան, որ գտնվում են այնպիսի տեղանքներում, որոնք ընդհանրապես ոչ մեկին հետաքրքիր չեն, մի ամայի վայրում են, իհարկե հակառակն էլ կա, եւ կան դեպքեր, որ հիմա կոնկրետ ներդրումային հետաքրքրությունը ցուցաբերված է եւ իրականացվում է։ Ուզում եմ այն մյուս փոստի շենքի մասին խոսեմ, որտեղ առևտրի համաշխարհային կենտրոն բրենդի ներքո մենք նախագիծ ունենք, որը առաջիկայում պետք է իրագործվի։ Այո, այդ իրականում շատ նուրբ եւ բարդ գործընթաց է եւ մենք այդտեղ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք, որ ասենք Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել է մասնավորեցման եւ կամ հետաքրքրություն չի ցուցաբերվել։ Եղել են հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ որ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց այդ թվում որոշակի քննադատություններ եղավ մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք կառավարությունը մտածում էր անել, այդ սխեման փոխեցինք, մասնավորությունը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել եւ մեծ հավանականությամբ այդ մասնավորեցման արդյունքում առաջացած ճգնաժամի լուծման պետք է զբաղվենք, համենայնդեպս ես արդեն այդ նամակների հոսքը ստանում եմ, բայց որ թեման պրոբլեմատիկ է եւ շատ կարեւոր, այդ միանշանակ է, բայց ուզում եմ ասել նաեւ, որ եթե ես չեմ սխալվում, 2024 թվականին պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են, մոտավորապես եթե չեմ սխալվում 20 միլիարդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչը առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ իրոք շատ հետաքրքրում է։ Եվ մենք փնտրտուքի մեջ ենք եւ սխեմաների ներդրման process-ի մեջ ենք։ Արձագանք Մի պատմություն եմ ուզում հիշեցնել 99 թվականին 98-ի Ռուսաստանի դեֆոլտի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքը բավականին ընկել էր գները
Եվ պետությունը, երբ որ պայմանագիր էր կնքի այդ անշարժ գույքը ձեռք բերողների հետ, որոնք որ պետք է 10 տարվա ընթացքում այդ գումարը լրացնեին, դա ոչ մեկի սեփականություն չէր, չէին կարողանում բանկեր դիմել, չէին կարողանում վաճառել ինչ-որ մի հատվածը։ Մի օրենսդրական նախաձեռնություն բերեցինք, դրանից հետո սկսեց գեներացվել բոլոր այդ տարածքները սկսեցին վերավաճառվել, սկսեցին վերանորոգվել։ Ես ուզում եմ ասել, այդ կարգի գումարի անշարժ գույք ունենալը եւ 20 միլիարդ հավաքելը, կարծում եմ 20 միլիարդը ցածր պետք է ավելի մեծ սա էր ուղղակի իմ ասածը, որ ինքը գեներացվի, գումար տա, աշխատատեղ ստեղծվի, հարկեր վճարի։ Շնորհակալ։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ եւ այսինքն այն մասով, ինչ մասով օրինակ պետական գույքի կառավարման կոմիտեի նախորդ եւ նախանցյալ տարվա հաշվետվությունների քննարկումը եղել է, ես այդ խնդիրն եմ դրել։ Բայց հիմա ես ուզում եմ մի ուրիշ հարցեր անդրադառնամ։ Մենք ահռելի գույք ունենք հանրապետությունում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չի։ Այսինքն ես օրինակ վստահ չեմ, եթե մասնավորինն ու պետականը համեմատենք, ես վստահ եմ, որ մասնավորին տիրապետության տակ գտնվող գույքերը, որոնք շրջանառության մեջ չեն, եւ ուղղակի փլուզվում քայքայում են, կարող հաստատ ավելի շատ է։ Չէ, բա այդպիսի խնդիրներ պետական գույքերի հետ կապված էլ կա։ Դատական խնդիրներ կան, վեճեր կան, բանի հազար ու մի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ հիմա տեսեք թեման ավելի գլոբալացրինք։ Ես այս երկրորդ հարցնել եմ դրում, ասում եմ, լսեք, մարդը սեփականաշնորհել է, ասենք ընդ որում միջպետական մայրուղու վրա գտնվող ինչ-որ մի բան է, չգիտեմ ժամանակին դա ինչ ա եղել, ռեստորան ա եղել, թե հյուրանոց ա եղել, թե սրճարան ա եղել, որևէ բան եղել է։ Ու տենց քանդվում է։ Մենք այդ ճանապարհի վրա միլիարդներ ենք ծախսում, որպեսզի մեր երկրում հոսքերը շատանանք, տուրիստական հոսքերը, օտարերկրյա քաղաքացին գալիս ասում է, լսեք, այս երկրի թիվ 1 մայրուղու վրա այս մի հատ քանդած օբյեկտ, որը այնտեղ ընդհանրապես ոչ մի բան տեղի չունի։ Այս 2, այս 3, այս 4։ Մենք անդադ ասում ենք ներդրումային միջավայր, ու անդադ ասում ենք, վայ կառավարություն այս մի բանը սենց է, ինչը ճիշտ է, ես դա չեմ ժխտում։ Բայց մենք երբեք չենք հաշվում, ասում ենք, լավ, այդ ներդրողը եկավ, A կետից տեղափոխվեց B կետը։ Տեսավ այս մայրուղու վրա շենք է, քանդվում է։ Այս ինչ շենք է, 30 տարի սեփականաշնորհված է, բայց տերը ուրա, չգիտենք տերը ուրա, ինչով է զբաղվում, ոչ մի բան։ Այս ներդրողը պոտենցիալ չի ասել, լսեք, եթե այս մայրուղու վրա, այս շենքը, այս սեփականաշնորհել է մարդը, 30 տարի մի կոպեկ փող չի դրել, այս ուրեմն այս երկրում ներդրումային միջավայրի հետ կապված խնդրեմ կա, ես ինչի բերեմ փող դնեմ։